Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից տեսանյութեր տեղեկություն տարածեցին, թե անօթաչու թռչող սարքեր են ընկել Նախիջևանի տարածքում։ Մի անօթաչուն բախվել է դպրոցներից մեկի տարածքին, մյուսը օդանավակայանի տերմինալներից մեկին կան վիրավորներ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն է զանգահարել Իրանի գործընկերոջ Արաղչիին ու կրկնել Իլհամ Ալիևի խոսքերը, որ Ադրբեջանի տարածքը երբեք չի օգտագործվի որևէ հարևան կամ բարեկամ պետության, այդ թվում Իրանի դեմ։ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական պետական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն է դատապատել Իրանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված հարձակումները։ Ըստ վերլուծաբանների, Իրանի դեմ պատերազմում Թուրքիայի Ադրբեջանի ներգրավումը ավելի կբարդացնի Իրանի վիճակը։ Պատմաբան Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է, այստեղ կարևոր իրավական մի հանգամանք։ 1921-ի Կարսի պայմանագրով ֆիքսված է, որ Նախիջևանի վրա հարձակման պարագայում Թուրքիան պարտավոր է ռազմական միջամտություն իրականացնել, այնպես որ Նախիջևանին անօթաչուով հարվածելը չի բխում Իրանի շահերից։ Դա պայմանագրային պարտավորությունն է Թուրքիայի, ոչ միայն Ադրբեջանի հետ իր ջերմ հարաբերությունների, այլև իրավական։ Կարծում եմ, որ այս ճշմարտությունը հայտնի է նաև Իրանին եւ այս հարվածը հենց կոնկրետ Նախիջևանի ուղղությամբ, այլ ոչ թե չիրեմ Կանձակի կամ Բաքվի բավականին կասկածելի է։ Եվ հետո Իրանում աշխարհի ամենահզոր գործակալական հատուկ ծառայություններից մեկը Մոսադը կարողացավ Իրանում տարբեր տեխնիկական միջոցներին հասանելիություն ունենալով նաև լուսացույցների միջոցով հետևել հոգևոր առաջնորդ Խամենեի յուրաքանչյուր քայլին եւ իրականացնել նրա սպանությունը։ Միամիտ կլինի կարծել, որ այլ ոլորտներում Մոսադը չունի իր ներգրավվածությունը։ Եթե ռացիոնալ ենք մտածում, ապա Իրանը պետք է խուսափեր Նախիջևանի վրա հարձակումից, եթե այնտեղից բխող սպառնալիքը ուղիղ համեմատական չէ իր կենսական շահերին։ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի մոտ, անօթաչու թռչող սարքի միջադեպը հայտնելով, որ Իրանը չի հարվածում հարևան երկրներին։ Եթե Իրանի պաշտոնականը այն է, որ հերքում են, ուրեմն այստեղ գործում է Իրանի ներսում ներգրավված որոշակի այլ ուժեր, որոնք կարողանում են Իրանի անօթաչու կամ հրթիռային համակարգի վրա ունենալ այնպիսի ազդեցություն, որը թույլ կտա իրականացնել այսպիսի հարված։ Ադրբեջանը չեմ կարծում, թե այս դեպքում ինքնուրույն խաղացող։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի հիմնական անդամ է տարածաշրջանում, կարող է ներքաշվել այդ առճակատման։ Կարծում եմ Իրանը ամեն ինչ կանի, որպեսզի դա տեղի չունենա։ Հիշեցնենք, Եքսեթը հայտնել էր, թե սկսելու են Իրանին հարվածներ հասցնել ավելի խորը տարածության վրա, այսինքն հարվածները ծոցի երկրների հենակետերից կամ պետք է դառնան առավել հեռահար, կամ պետք է Իրանի հակառակ կողմից ներգրավվեին հենակետեր։ Եթե Անկարան ու Բաքուն դիմակայում են, համաձայն չեն, ապա ըստ վերլուծաբանների ամերիկա-իսրայելական ուժերը կստեղծեն նախադրյալներ։ Հայաստան է ուղարկվում 1984 տոննա դիզելային վառելիք, միևնույն ժամանակ Բաքվից մեկնում է 135 տոննա պարարտանյութով բեռնված 2 վագոն, որոնք Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության ծրագրի համաձայն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից։ Հայ-իրանական սահմանին Իրանի Նորդուզ անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է, այս մասին հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։ Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դեռ չի հասել այն կետին, երբ ռուսական ռազմաբազան կարող է փակել տեսադաշտը, եւ այդ իրավիճակում միայն կմտածեն հետագա քայլերի մասին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վատթարացել, եւ Հայաստանը միշտ առաջնորդվել է բացառապես պետական շահերով։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք։
եւ չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք եւ միշտ ունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերին։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում ասել է, որ Արցախում արտաքին ուժերը չէին կարող նրանց կապիտուլացնել։ Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի ջանքերը բավարար չէին իշխանափոխության համար, իսկ փողոցային պայքարի արդյունավետությունը անհասկանալի ու անընդունելի է։ Սերժ Սարգսյանը շեշտել է, ցանկություն ունենալու դեպքում պետք է գործել, ոչ թե գտնել պատճառներ չգործելու համար։ Այսօր Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 67 տարեկան։ Սպարապետը իր կյանքը նվիրեց երկրի պաշտպանության ու խաղաղության պահպանմանը, գրիչը փոխարինելով զենքով եւ դարձավ նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար ու վարչապետ։ Նրա խոսքերը ամեն ժողովուրդ գոնե մեկ անգամ իր կռիվը մինչև վերջ պետք է տա, այսօր մնացել են ուղենիշ բոլորի համար։ Թրամփը հանդես է եկել իրանցիներին ուղղված լուրով Սպիտակ տանը տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ տապալված առաջնորդներին փոխարինելու պատրաստ իրանցի պաշտոնյաների վերջը մահն է։ Թրամփը նաև հայտարարել է, որ Ամերիկան եւ Իսրայելը շարունակելու են նոր ուժով շարունակել Իրանի դեմ իրենց ռազմական արշավը։ Մենք այժմ շատ ուժեղ դիրքում ենք եւ նրանց ղեկավարությունը արագորեն անհետանում է։ Յուրաքանչյուր ոք, ով կարծես ցանկանում է առաջնորդ լինել, վերջում մահանում է։ Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը եւս արագորեն ոչնչացվում է։ Իրանի զինված ուժերը շեշտելով, որ հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը, հերքում են, որ որևէ հրթիռ են արձակել նրա տարածքի ուղղությամբ։ Այս մասին պետական ԶԼՄ-ների կողմից տարածած հայտարարության մեջ է ասված։ Չորեքշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը Սիրիայի եւ Իրաքի օդային տարածքով անցնելուց հետո ոչնչացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից միջերկրական ծովի արևելյան հատվածի վրա։ Իրանի ռեժիմը, որին Միացյալ Նահանգները համարում է ահաբեկչության գլխավոր պետական հովանավորը, այժմ ամբողջովին ոչնչացվում է։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները չի պլանավորում ցամաքային զորքեր ուղարկել Իրան, սակայն չի բացառում նաև այդ հնարավորությունը։ Լևիթը նշել է, որ էներգետիկ արդյունաբերությունը կշահի Իրանի նկատմամբ Թրամփի գործողություններից, քանի որ Իրանն այլևս չի վերահսկի Հորմուզի նեղուցը ու չի սահմանափակի էներգակիրների ազատ հոսքը։ Թոշակների բարձրացման հարցը հակասական գնահատականի է արժանացել կառավարությունին։ Ի տարբերություն մյուս նախարարությունների, ֆինանսների նախարարությունը եզրակացրել է, որ թոշակներն այս պահին բարձրացնելու որոշումը կարող է ծանր եւ երկարաժամկետ բեռ դառնալ պետական բյուջեի համար։ Նախագծի ամփոփման թերթում երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուները զգուշացրել են, որ տարեկան մոտ 78.7 միլիարդ դրամի մշտական լրացուցիչ ծախսը կարող է սահմանափակել այլ ոլորտները ֆինանսավորելու կառավարության հնարավորությունները։ Ռիսկերը մեծանում են նաև այն պատճառով, որ առաջիկայում արդեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումը պահանջելու է զգալի բյուջետային ծախսեր։ Պետք է թոշակները բարձրացվեին, որովհետև վերջին տարիների ընթացքում մենք ունենք զգալի գնաճ, ըստ էության սրանք ի սկզբանե պիտի դրված լինեին եւ հաշվարկված լինեին 2026 թվականի բյուջեի մեջ, որը իրականում կարելի է անել եւ հնարավոր է 10,000 դրամ բարձրացնել, սակայն պետք է հասկանալ, որ սա անելուց, այսինքն այս ի սկզբանե հաշվարկը դնելուց, պետք է այլ ծախսերը վերահաշվարկվեին։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու որոշումը հաստատվել է։ Նվազագույն կենսաթոշակը 36,000-ից կդառնա 46,000 դրամ, իսկ հիմնական կենսաթոշակի չափը 24-ից 34,000 դրամ։ Կենսաթոշակի հաշվարկման սկզբունքը մնում է նույնը։ Հիմնական չափին գումարվում են աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված վճարները, սակայն երաշխավորվում է նվազագույնը 46,000 դրամ։ Միևնույն ժամանակ հիմնական կենսաթոշակի չափը կբարձրանա բոլոր կենսաթոշակառուների համար, այդ թվում նրանց, ովքեր նվազագույնից բարձր թոշակ են ստանում։ Ընդհանուր առմամբ կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման համար բյուջեից լրացուցիչ կպահանջվի 78.7 միլիարդ դրամ։ Հայաստանում էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազեցվի, կառավարությունը փոփոխել է հաշվարկման կարգը, հիմքում դնելով շարժիչի կայուն հզորությունը նախկին պիկային հզորության փոխարեն։ Նոր կարգը կվերաբերի շուրջ 20,000 ֆիզիկական եւ 4,000 իրավաբանական անձանց եւ այն ուժի մեջ կմտնի 2026-ի ապրիլի 1-ից մինչեւ 2028-ի դեկտեմբերի 31-ը։ Օրինակ 544 դիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլը կարող է վճարել մոտ 276,000 դրամ, նախկին 666,000 դրամի փոխարեն։
Հայաստանի տարբեր համայնքներում առաջացած փոսերից հետո ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են ձեռնարկվել, սակայն ասֆալտապատումից հետո երկար ժամանակ ճանապարհային գծանշումները չեն կատարվում։ Ասֆալտի չորացման տեխնիկական խնդրով վերջնական չեն ներկում, նկատում են մասնագետները։ Դրա փոխարեն կատարվում են ժամանակավոր գծանշումներ, այնինչ ըստ մասնագետների այն պետք է լինի մշտական եւ միանգամից։ Գծանշումների բացակայությունը միանշանակ խնդիրներ է ստեղծում նաեւ հեքիոտների համար, ավելանում է վթարների ռիսկը։ Մենք պետք է հասնենք այն կետին, երբ խոսում ենք շահագործման, պետք է ամեն ինչ տեղի լինի։ Եթե ասֆալտապատում ես, շատ դեպքեր կա, որ ճանապարհի կեսը զեբրան կա, որովհետեւ այդ մասը չի վերանորոգված, մյուս հատվածում չկա զեբրա։ Տրամաբանական շահունակի եւ աղոթեն պետք է հասկանան, բայց այդ ճիշտ է, որ իհարկե գծանշումները տեղի 25-ամյա երիտասարդը Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրել է առանձնապես խոշոր չափերի քմրամիջոց։ Քրեական ոստիկանները համագործակցելով բարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին ձերբակալել են երիտասարդին իր վարած Opel Magnish-ի մեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ 2025-ի առաջին 6 ամսում անչափահասների մասնակցությամբ 344 քրեական վարույթ է հարուցվել։ 2024-ի նույն ժամանակահատվածում 18 տարին չլրացած անձանց մասնակցությամբ հանցագործությունների փաստով հարուցվել է 298 վարույթ, այսինքն աճը 6 ամիսների ընթացքում գրեթե 5 դեպք է։ Նախորդ ամբողջ տարվա ամփոփումը չկա, սակայն պարզ է, որ անչափահասների մասնակցությամբ օրինազանցությունների աճ է նկատվում եւ խոսքը տարբեր տեսակի, այդ թվում ծանր հանցագործությունների մասին է։ Բոլոր պետություններում, որոնք որ համարվում են հետպատերազմյան, միանշանակ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կտրուկ աճում է, որովհետև եթե երեխան լսել է կամ տեսել է պատերազմ, իսկ անգամ 5-6 տարեկան երեխաները խոսում են պատերազմի մասին, երբ որ այդ պետությունում այդ ժամանակահատվածում լինում է պատերազմ։ Իրանք սկսում են հասկանալ, որ ով ուժեղ է, ինքը ավելի ճիշտ է, ինքը կարողանում է իր այդ արժեքները պահել։ Խնդիրը հասկանալի է, բայց հնարավոր չէ այն ֆիքսել եւ անցնել առաջ։ Նախ հանցագործությունների հետևից գնալ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել է պետք, իսկ այդ գործում իրավապահների դաշնակիցները բավականին քիչ են։ Վստահությունն այս համակարգի նկատմամբ ցածր է, այդ թվում այն օղակների կողմից, որոնք պետք է օրենքի պահապանների հետ մեջքի պայքարեին անչափահասների մասնակցությամբ հանցավորության կանխարգելման համար։ Եթե կան այնպիսի իրավիճակներ, որ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք որ շատ լավ է, այ պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը պիտի ռեակցիա լինի։ 25-ին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է մտահոգիչ 91 դեպք, որոնց թիվը 24-ի համեմատ ավելի քան կրկնակի աճել է։ Ըստ էության դեպքի մասին իրավապահ համակարգը իմանում է կամ օպերատիվ աշխատանքի առումով, այսինքն նույնիսկ հայրը կամ տղան կամ մայրն ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց բնականաբար մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք։ Եվ սրա արդյունքում է, որ պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղակի սայթաքել է անձը եւ վնասվել, այլ եղել է ծեծկրտուկ, որի արդյունքում օրինակ մեր անչափահասը ունի կոտրված կամ հարցականով ցնցում։ Նոր օրենսդրական նախաձեռնություն է ընդունվել, որով անչափահասներին արգելվել է սառը զենքին նմանվող առարկաների սարքերի կամ գործիքների վաճառքը։ Սա գուցե որոշակիորեն նվազեցնի անչափահասների մասնակցությամբ միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի թիվը։ Մյուս կողմից սառը զենք գտնելն այսօր այդքան էլ մեծ խնդիր չէ։ Գուցե տեղերում պատասխանատուները պետք է ավելի քիչ անտարբեր լինեն նման դեպքերի բերող երևույթների նկատմամբ։ Եթե իմանում են, որ որևիցե մի պաշտոնատար անցկապ չունի, թե ինքը որ ոլորտում է, որ մասնագիտություն ունեցողն է, ուներ պարտականություն այդ դեպքին բռնության ճիշտ արձագանքել, ճիշտ գնահատականներ տալ, բայց չի տվել այդ գնահատականները, ինքը պետք է առնվազն ազատվի իր զբաղեցրած պաշտոնից եւ նրա արարքի մեջ զանցանքի կամ հանցանքի արկայության դեպքում պատասխանատվության ենթարկվի։ Անչափահասների մասնակցությամբ հանցավորությունը նաև արժեքային համակարգի մասին է։ Չի կարելի փոփոխել հասարակության արժեքային համակարգը եւ դա չարտացոլվի երեխաների միջավայրում։ Մարտի 5-ին Վաղարավոտյան ջրվեժում Մայակ թաղամասի 35 կոտրակ 1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հետո էլ փլուզում։ Վնասվել է հարևանությամբ գտնվող մեկ այլ ավտոտնակում կայանված Մերսեդեսը եւ եւս 7 մեքենա։ Հարևանությամբ նաեւ բարձրարկ շենքերի բնակարանների մի քանի պատուհանների ապակիներ են վնասվել։
թեպետ մի քանի օքի նշում է, որ գազա ֆիկասված է, բայց հերկվեց դա, քանի որ թե փաստաթղթերով, թե անձեն աշխով էլ երևում է, որ տարածքը գազաֆիկացված չի։ 47-ամյա Թորոսին առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, հետո էլ ռեանիմոբիլով Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պարզվավ, բարեկներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ 8 տրանսպորտային միջոց է վնասվել, Mercedes, BMW X5, Jeep, 2 Kia, Nissan, էլի եւս մեկ Mercedes։ Ժամանել են Երևանի շեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչության պետը, տեղակալն ու նոր-նորքի թաղապետը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ պաշտի պարեկները։ Պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չէ, իսկ պայթյունը նախնական տեղեկություններով հնարավոր է առաջացած լինի մեքենայի գազաբալոնից կամ կենցաղում օգտագործվող բալոնից։